Մասնագիտական էթիկայի նորմեր, մենք այդ մասին շատ ենք խոսում, բայց քչերն են այդ նորմերին հետևում, ինչու։ Լրատվամիջոցների մի հսկայական հատված Հայաստանի քաղաքական դաշտում դրանք լրատվամիջոցներ չեն։ Մասնագիտական էթիկան մարդկային էթիկայից շատ չի տարբերվում, բայց մասնագիտությունն է տարբերվում։ Ես չգիտեմ, որ բարոյականության սահմաններում է տեղավորվում այն լրատվամիջոցը, որը բառացիորեն դիրքավորվում է ժամերով, օրերով, եռաբլուրում, ու այնտեղ սկսում է զոհվածի հարազատների էմոցիաների որս։ Տեղեկատվությունը, որ ունի սկանդալայնության եւ էմոցիայի բարձր դոզա իր մեջ, դժվար է իր հետևից հասնելը։ Գալիս է այդ հասարակության դարափորձից։ Դրա համար ձևավորվել են Հայաստանում ցավոք տեղեկատվական փուչիկներ, որի մեջ ապրում ենք նաեւ մենք։ Բարի օր, հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումն է շաբաթօրյա եւ սկսեմ այսպիսի մի դիտարկմամբ։ Սրանից մի քանի ամիս առաջ, նույնիսկ անգամ 1 ամիս առաջ մոտավորապես, մեր նորաստեղծ կայքերից մեկը Tribune-ը լուր էր հրապարակել, ավելի ճիշտ հարցազրույց Գյումրի ներկա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որի թե վերնագրում եւ թե բովանդակության մեջ ըստ էության զազրախոսություն էր, այսինքն հայհոյանք էր եւ դա ըստ էության նորմալ ընդունվեց երևի թե եւ քանի որ սրանից ընդամենը 2 օր առաջ հայ մամուլի օրն էր, քանի որ 1794 թվականի այդ օրը տպագրվել է առաջին հայկական պարբերականը, այսօր ես իմ գործընկերների հետ, իսկ ես Լևոն Սարդարյանն եմ, կզրուցենք մասնագիտական էթիկայի մասին եւ իմ զրուցակիցներն են այդ իմաստով եմ ասում, լավ իմաստով եմ ասում, լրատվության մեջ այսպես էսթետներ կարելի ասել, Արշալույս Մղդեսյան, Civilnet լրատվականից եւ Գեղամ Վարդանյանը մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մասնագիտական էթիկայի նորմեր, մենք այդ մասին շատ ենք խոսում, բայց քչերն են այդ նորմերին հետևում, ինչու։ Ցանկացած ոլորտում որակյալ պրոդուկտ տալը դժվար է։ Լինի արտադրություն, արդյունաբերություն, նույն նաև լրատվական արտադրությունը, որակյալ պրոդուկտ տալը դա ժամանակատար է, ռեսուրսատար է, թե ժամանակի առումով, թե ունեցած ձեռքի տակի ռեսուրսների առումով, թե ֆինանսների առումով, եւ ոչ միշտ է, որ մի կողմից գնահատվում է եւ մյուս կողմից լայն դիտումներ է բերում կամ քլիկներ եւ այլ, հա։ Դրա համար շատ ավելի հեշտ է քիչ մտածել, արագ ինչ որ լուր հաղորդել եւ ընդհանրապես կամ շատ քիչ հոգ տանել նրա մասին արդյոք էթիկան կարեւոր է թե կարեւոր չէ։ Մյուս կողմից լրատվամիջոցների մի հսկայական հատված Հայաստանի քաղաքական դաշտում դրանք լրատվամիջոցներ չեն։ Մի մասը ընդդիմադիր դաշտի խոսափողն է, մյուս մասը իշխանական դաշտի խոսափողն է։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք լրատվամիջոցներ, շատ հաճախ երբեմն պետք է պայմանականություն դնենք դրա մեջ, որովհետև երբ որ դու խոսափող ես քաղաքական ուժի, այնտեղ մասնագիտական էթիկայի մասին խոսք չի կարող լինել։ Կարող է լինել քաղաքական նպատակահարմարության մասին խոսք, քաղաքական շահերը առաջ տանելու տարբեր մեխանիզմներ ընտրելու եւ այդ մեխանիզմներին ծառայելու կամ այդ մեխանիզմները ծառայեցնելու մասին խոսք, բայց ոչ մասնագիտական էթիկայի։ Այսինքն մենք չենք կարող այդ մարդկանցից կամ այդ լրատվամիջոցներից ուրեմն ակնկալել, որ իրենք պետք է լինեն իսկապես հետևեն այն էթիկային, որին որ պետք է հետևեն իսկապես լրատվամիջոցները։ Ոչ, ներողություն, որ ընդհատում եմ, բայց օրինակ իմ համար մասնագիտական էթիկա ասված, ինքը շատ հարաբերական հասկացություն է, այն իմաստով, որ ինքը գրեթե չի տարբերվում մարդկային էթիկայի նորմերից, սովորական, տարրական էթիկայի նորմերից։ Այսինքն մարդուն չի կարելի հայհոյել, եթե հայհոյեցիր պիտի պատասխան տաս։ Չի կարելի մարդուն խաբել, խաբեցիր պիտի պատասխան տաս, հետևանքներին պատրաստ լինել։ Հիմա մեր գործընկերների մեծ մասը այս ամենը չի անում, բայց ասում է ինչի եք ինձ ուզում պատասխանատվության կանչեք, դա ոնց է տենց լինում։ Մասնագիտական էթիկան մարդկային էթիկայից շատ չի տարբերվում, բայց մասնագիտությունն է տարբերվում։ Այսինքն մեր մասնագիտությունը այնպեսին է, որ ինչ որ դեպքերում լրագրողը չեմ ասում լրագրողը, հա,
որ կայքը ինչպես երբ չարաշահում է, չի շարաշահում, բայց լրագրողը իր աշխատանքը կատարելու համար ծանրուց հետև է անում ինչ որ դեպքերում էթիկան, մարդկային եւ հանրության շահը։ Եվ օրինակ էթիկական չէ, ասենք թե ներդրվել կոռուպցիոն խմբերում կամ ներդրվել ընտրակերտարարների խմբերում կամ ներդրվել տրոլների ֆաբրիկայի խմբում եւ բացահայտել այդ խումբը, բայց երբ որ կշռում ես քո գործողությունը եւ շահը հանրային, գուցե որոշում ես խմբագրությունը որոշում է, որ այդպես ճիշտ է անել։ Այդ սկզբունքը ելակետը ինչ որ դեպքերում դա է։ Եվ բոլոր այն դեպքերը առնվազն մի դեպքը որ ասացիք, առաջի դեպքը եւ մյուս դեպքերը որ շատ է խոսվում, իրականում չգիտեմ շատ է խոսվում թե չէ, ես վստահ չեմ որ շատ է խոսվում մեդիայիցկայի իմաստով, կարող քննարկենք ինչ է խոսում, ով է խոսում, որտեղ է խոսում։ Բոլոր այն դեպքերում ելակետը հիմնարկը որտեղ նստած ենք, հանրային ռադիոն օրինակ, ես թիվը կխառնեմ, բայց շատ դատական գործեր ունի, օրինակ տնօրինության հետ աշխատակիցների, որի հետևը երևի թե էթիկան է նաև ինչ որ տեսակետից մեդիայի կամ վարքը, հա, եւ եթե խոսում ենք այդ թեմայի մասին շարունականք այդ թեման, նաև ելակետը այն է, որ մեր, ասենք սոցիալական մեդիային վարքը, մեր որպես լրագրող վարքը այս դեպքում ռադիոից գնում մյուս կողմ, հա, պայմանավորված է նրանով, որ մենք հասել ենք մի կետի, որ ավելի կարևոր գործեր կան անելու հասարակության համար եւ ավելի կարևոր ընդհանուր եմ ասում դիմակներ կան պատրելու, քան էթիկան է։ Էթիկան մի կողմ ենք դնում եւ լուծում ենք, մաքրում ենք կոպիտ ասած տարածքը, հետո էթիկայի մասին խոսենք։ Ես բերում եմ ես ըստ էության դա էթիկան դա այն ինչ որ դա գալիս է։ Ես չեմ ասում էսա այնպես չի, ես ասում, բայց ընդհանրապես որ խոսենք էթիկայի մասին, իրականում դասական լրագրության, որևէ ձև լավ լրագրության մեջ, որակյալ լրագրության մեջ այդ կշիռը կա, հանրային շահը եւ ինչ որ դեպքերում որ ենք խախտել եւ դա չպետք է մոռանանք եւ դա գլխավոր տարբերություններից մեկը։ Երկրորդը չպետք է մոռանանք, որ էթիկան, ինչպես Արշելուս ասես, կամավոր է, ինչ ասես, բայց այդ նկատիվներ էլի կամավոր գործողությունն է, ես կամավոր եմ ընդունում էթիկական կանոնները, ինչ որ լրագրողական խմբագրություններ կան, որ չեն ընդունում, իրանք ասում են մենք այդ դա մեր համար ավելորդ սահմանափակում է։ Եվ այդպես է սահմանափակումները մեր համար չեն։ Դե ինչ որ դեպքերում պարտադիր չի մեր գրածը, խմբագրությունը ինքն իր համար կարող է գրել։ Հա, խմբագրությունը հիմա տեսեք, լավ, այսպես սև ու սպիտակ չի ոնց որ ասում ես դու, էլի ասած։ Չէ, ես չեմ ասում սև ու սպիտակ։ Այնտեղ տարբեր երանգներ էլ կան բնականաբար, հա։ Դե մանկուց եմ այդպես։ Հիմա տեսեք, ընդ որում իրար հետ աշխատել ենք, դու գիտես, որ ես այն ժամանակ էլ էի այդպեսին կտրուկ եմ գնահատականներում։ Հիմա տես, իմ ասածը ինչին էր վերաբերում։ Կան խնդիրներ, կան հարցեր, կան թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը գերզգայուն է, հա։ Օրինակ, ես չգիտեմ, որ բարոյականության սահմաններում է տեղավորվում այն լրատվամիջոցը, որը բառացիորեն դիրքավորվում է ժամերով, օրերով, եռաբլուրում, ու այնտեղ սկսում է զոհվածի հարազատների էմոցիաների ворս։ Այդ հետո այդ ворսած էմոցիան մեր, իմ, ձեր, մյուսի վրա թանկով կամ էժանով վաճառելու համար։ Հիմա դա էթիկայի նորմերի մեջ տեղավորվում է, թե չէ, ինքը այդ դրանով ինչ հարց է լուծում, լավ։ Հասարակության որ շերտի համար է այդ հարցը լուծում։ Նայած երբ է դիրքավորվում եռաբլուրում եւ նայած ինչ հարց է պայմանական 3 չէ։ Տեսեք, տարբեր Չէ, ասենք ոչ այն օրը, որ ասենք այդ օրը պաշտոնական միջոցառում կա եւ այլն, չէ, դրա մասին չեմ ասում։ Պայմանական X լրագրողը կամ ֆոտո լրագրողը դիրքավորվում է եռաբլուրում եւ փորձում է ցույց տալ մարդկանց էմոցիաները։ Տարբեր խնդիրներ կարող է լուծել, միանշանակ ձեր ասածը, որ հայփի հետևից է գնում, ենթադրենք եւ փորձում է իսկապես ինչ որ շատ լայքեր, շատ դիտումներ եւ այլն ունենալ։ Մյուսը, որ քաղաքական կոնկրետ նպատակ է հետապնդում եւ պարբերաբար փորձում է դրանով մարդկանց նյարդերի վրա ազդել, քաղաքական իշխանության նյարդերի վրա, մյուսների տարբեր։ Բայց կա նաեւ դրա մյուս երեսը, որ օրինակ գործընթացներ են տեղի ունենում պայմանական երկրում, որտեղ մարդիկ մտածում են, որ փորձում են մոռացության տալ, չգիտեմ, ազգային խնդիրները, ցեղասպանության խնդիրը, փորձում են մոռացության տալ Արցախում հերոսամարտի, ես իրենց մեկնաբանություններն եմ ասում, հա, կամ այն խոսույթները, որ տարածվում են, եւ այս կերպ ես փորձում եմ ցույց տալ, որ այս խնդիրը կա, այս մարդիկ կան եւ իրենք պետք է հիշվեն։ Հա, այսինքն
ինչ նպատակ է հետապնդում տվյալ մարդը տվյալ պահին, ինչ օր է ընտրում, ինչ ժամ է ընտրում, չգիտեմ, ինչ իրադարձություն է ընտրում, ինչ տեղեկատվական առիթ է ընտրում, դրանով է ամեն ինչ պայմանավորված։ Մենք խոսում ենք խոցելի խմբերի մասին։ Մարդիկ, ովքեր որ կորցրել են իրենց հարազատներին, իրենց սիրելիներին, խոցելի խումբ են։ Եվ ցավոք խոցելի խմբերը շահարկվում են տարբեր ժողովրդի կողմից ունեցողներից սկսած, վերջացրած այս իմացած դեպքում։ Եվ այս դեպքում, եթե մենք խոսում ենք նկարագրածը դեպքի մասին, երաբլուրում դիրքավորվող եւ սպասող լրատվամիջոցների մասին, ես կարող եմ հակառակ կողմից բերել օրինակներ եւ դա եկեք քննարկենք, ասենք նույն այդ խոցելի խումբը օգտագործվում է նաեւ իշխանության կողմից։ Այդ օգտագործվելը տեսնում ենք հանրային հեռարձակողի եթերներում։ Դա ինչ է, դա էթիկապես ոնց կդիտարկեք օրինակ դուք։ Ես իմ գնահատականը միշտ եմ տվել նման բաներին ու շարունակում եմ մնալ, այսինքն այն ինչ որ չի կարելի այս մեկին, չի կարելի նաեւ մյուսին։ Հա։ Խոցելի խմբերին պետք է շահարկել։ Ոնց որ հասկացանք։ Հիմա տեսեք, մյուս խոցելի խումբը պայմանական եմ ասում, կամ ասենք տեսեք Արշալույսը ասեց, որ կա լուր, որը հա արագության հաշվին տուժում է որակը, բայց կան լուրեր, որոնք այստեղ արագության խնդիրել չեն լուծում։ Օրինակ ես վերջերս կհիշեք Սպուտնիկ Արմենիան տեղեկություն հաղորդեց, այսպես ասեմ, որ Ջերմուկում օկուպացված տարածքներում հայկական ադրբեջանական զինված ուժերը էլի առաջ են եկել։ Հետո հերքվեց այդ տեղեկատվությունը, հետո արբանյակային ֆոտոներով, այդ թվում նաև հետաքննող կայքերը ուսումնասիրեցին, ասեցին, որ չէ, այդպիսի բան չի եղել բանես կոմեկում, բայց այդ ցիտիկ արդեն վանդակից դուրս էր թռել։ Դրանց հետո ինչքան ուզում ես հերքի, մենք ընդ որում բոլորս էլ արդեն շատ երկար ժամանակ աշխատում ենք դաշտում ու գիտենք, որ ցանկացած հերքում ծածկում է մոտավորապես 10% տեղեկատվության։ Հիմա լավ, ինչ պետք է արվի այս դեպքերում, ասենք լրագրողական համայնքը ինքը պիտի արձագանքի դրան, պիտի վերաբերմունք ցույց տա, որ ասի ժողովուրդ ջան, ախր սուտ եք ասում, ինչի եք ասում, իմ ծնողն է խառնվել իրար դրանից։ Ես էլ չեմ ասում այն ծնողների մասին, որոնք այնտեղ ծառայողներ ունեին, հա, ասենք այդ օրը գիշերով ընդ որում, հա, ինֆարկտ էին ստանում։ Տվյալ դեպքը կլինի, այլ դեպքեր կլինեն, շատ այլ դեպքեր եւս եղել են, օրինակ, չգիտեմ, որ Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը կամ Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջան կազմակերպության այսպես համակիրներին տալիս են Արևմտյան Ադրբեջանի անձնագիր, որ հետո տեղափոխվեն Հայաստան եւ այլ տարբեր բաներ են, տարբեր ժամանակներում։ Էլի եմ ես տվյալ այն որ ինքը fake է, սուտ նորություն է կամ չգիտեմ սուտ է կեղծիք է եւ այլը, էթիկան ենթադրում է, որ այդ լրատվամիջոցը հետո ինքը հերքի եւ ներողություն խնդրի նրա համար, որ ինքը սուտ նորություն է տարածել։ Տվյալ դեպքում գուցե իր ունեցած ձեռի տակ փաստական տվյալները ամեն կերպ հուշել են այն մասին, որ դա ճիշտ է։ Դրա համար գրել են, բայց հետո պարզվել է, որ դա սուտ է։ Էթիկան էլի հուշում է նրա մասին, որ իրենք պետք է ներողություն խնդրեն եւ ասեն, որ կներեք կեղծիք ենք տարածել, իրականությունը սա է։ Մյուս կողմից իսկապես ճիշտ է, որ ինչքան էլ հերքես սուտ տեղեկատվությունը, որ ունի սկանդալայնության եւ էմոցիայի բարձր դոզա իր մեջ, դժվար է իր հետևից հասնելը։ Մինչև փորձես հասնել, չգիտեմ, ինքը կարող է շատ արագ տարածվել մինչև Հայաստանի ծայրամասեր, բայց քո տված տեղեկատվությունը, որ ինքը բան էր, չգիտեմ, fake էր, կեղծիք էր եւ այլ, ինքը կարող է սահմանափակվել 200-300 հոգանոց այսպես շրջանակում։ Մեկ բերում են, որ ասում ես ախրցասուտ ասում, բայց կարար չէ լիներ։ Կարող էր, չէ՞, դման բան լինի, իսկ դրա համար է։ Կա հետեւյալ կանխավարկածը, որը նաև այսպես ինչ որ առումով ռոպագանդայի երկկողմանի շատ հաճախ ռոպագանդայի եւ ուրեմն քարոզչության հետևանք է, կներեք տավտոլոգիայի համար, որ այս իշխանությունից կարելի է ամեն ինչ սпасել եւ այս ինդումությունից կարելի է ամեն ինչ սпасել։ Դրա համար կարելի է տարածել ցանկացած տեղեկատվություն եւ հետո ասել, որ բայց հնարավոր է իրենց դեպքում կարող է պատահի այս իշխանության կամ այս ընդդիմության դեպքում նման բան, որ չգիտեմ, ընդդիմությունը գնա դրսում ծախի երկրի շահերը եւ իշխանությունը ամեն զիջի Ադրբեջանին, չէ՞, նման խոսույթներ կան։ Դրա համար ցանկացած տեղեկատվության տարածումը շատ պարարտ այդ առումով հող ունի իր տակ դրած։ Դրա համար ձևավորվել են Հայաստանում ցավոք տեղեկատվական փուչիկներ, որի մեջ ապրում ենք նաեւ մենք։ Այսինքն այդ տեղեկատվական փուչիկի հասարակության մի մասը, որը ունի շատ լուրջ աֆիլիացիա ընդդիմության հետ, ապրում է մի տեղեկատվական փուչիկում,
Հասարակության մյուս մասը, որ լավ լուրջ աֆիլիացիա ունի իշխանության հետ, ապրում է մեկ այլ տեղեկատվական փուչիկում, մենք ձեզ հետ ապրում ենք մեկ կապ տարբեր տեղեկատվական փուչիկում եւ շատ քիչ է լինում, որ այդ տեղեկատվական փուչիկների միջև տեղի ունեն որոշակի դիալոգ, հաղորդակցություն եւ ընդհանրապես երկխոսություն։ Դրա համար այս ֆրագմենտացիա, մասնատվածությունը, չգիտեմ, պոլարիզացիան, այդ բոլոր զացիաներով բառերը մեզ ներհատուկ են եւ այս պարագայում, որ ասում եք լավ ինչ անենք սրա հետ, միակ լուծումը էթիկան է, բայց այդ էթիկան ոչ բոլորի համար է նորմալ, հասկանալի, ընկալելի։ Էթիկան ինքը որովհետև կներեք էլի ներողություն, ինչի եմ ասում, ես համաձայն եմ դրա մտքի հետ, որ ոչ բոլորի համար է, որովհետև էթիկան ենթադրում է դաստիարակություն, էթիկան ենթադրում է ինտելեկտ, էթիկան ենթադրում է պատասխանատվություն եւ այլն, ասենց մի շարք բաներ կան, կոմպոնենտներ կան, հաջան էթիկան ենթադրում է ինչ որ չափով գրքեր կարդացած լինես անպայման, թե ինտելեկտուալիզմը որովհետև ես շատ մարդիկ գիտեմ, որոնք լիքը գրքեր են կարդացել, բայց ինտելեկտ չունեն։ Մեր գործընկերների մի մասին եմ խոսում, հա, որոնք հա միգուցե ինչ-որ մեկը նույնիսկ կարող է կարմիր դիպլոմ բերի ցույց տալ, գիտես, այս կարմիր դիպլոմով ավարտել եմ, չգիտեմ, Հարվարդի համալսարանը, բան եւ այլն, բայց իրականում տակը բան չի։ Հիմա էթիկան տենց էլիտար մի բան է, հա։ Էթիկան էլիտար բան չի, էթիկան ընկալման խնդիր է։ Էթիկան ընկալելու համար դրանք կանոններ չեն, որ խթի վրա ես ու դու գերում ենք, տալիս ենք, դնում ենք լրագրողի դիմաց, ասում ենք, այս կետերը հանգարց չխախտել։ Իսկ կարելի է սովորացնել իրան ընթացքում, թե ոնց ծնվա։ Չէ, սովորաբար ես մի քիչ կարող ծայրահեղ անջում, բայց հիմարությունը դա բան է, մարդու անձնական որոշումն է։ Լինել հիմար, թե չլինել հիմար։ Հա, ես ասում եմ, չէ, գլխանց ասել չէ, որ էսթետներ եք։ Հիմա հա, բայց վերջացնես թե շարունակ։ Ես վերջացրի։ Շարունակելով։ Ինչի՞ց է որ լուրերը ձեր ասած օրինակում, Սպուտնիկի օրինակում կան, եղել են ու կլինեն։ Գալիս է այդ հասարակության դառը փորձից։ Առաջի հերթին այդ խոսակցությունը հաստատ եղել է, բայց ինքը հիմնավոր է եւ տեղ ունի, որովհետեւ միշտ են խաբել հասարակությանը 20 թվին, մենք պետք է խոսեմ տրավմաների մասին, լավ, սենց ասեմ։ Մենք տրավմա ապրած հասարակություն ենք, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո տրավման չվերլուծած, տրավմայից դուրս չեկած հասարակություն ենք, անհատական մակարդակով էլ նույնը։ Եվ այդ հասարակությունը տեսել է, ոնց են իրան ասում, Գյանջան դարձրեցինք, Գյանջայի այրոպորտը հոտս ցնդեց եւ դա սուտ է եղել։ Հասարակությունը տեսել է լիքը ստեր, որոնք հադրութը մաքրել են, պատերազմից հետո էլի ինչքան կուզեք ջերմուկի դեպքերի հետ կապված, Վարդանեսի դեպքերի հետ կապված, եւ որ այն տեղեկությունը, որ պետությունը պետքա տար եւ լիներ ճիշտ, Սևլիչը մոռացեք։ Դե օրինակ, չեմ թվելու։ Եվ հասարակությունը փորձ ունի խապվելու։ Եվ այդ տեսակետից, որ փորձ ունի խապվելու, հասարակությունը խնդիր ունի հեղինակությունների հետ։ Չկան հեղինակություններ, որ հասարակությունը, որ կարդում է ինչ-որ լուր, որ մենք ինչ-որ տարածիչել են 12 մետր առաջ են եկել կամ 27 մետր հետ են գնացել ադրբեջանցիները կամ չգիտեմ որևէ այլ լուր, ինքը չունի հեղինակավոր աղբյուր, որ միանգամից ստուգի այդ խնդիրը։ Կներեք, քանի որ անուններ ենք տալի, ես երրորդ անգամ ասում, այսպես նորից ասեմ, ինչքան առաջ լինի, այդ հեղինակությունը պետք է լինի հանրային հեռարձակողը, իդեմս հանրային հեռուստատեսության եւ ինչու ոչ իդեմս հանրային ռադիոյի, որովհետեւ մարդիկ, որոնք որ որևէ լրատվամիջոցում կարդում են, որ ադրբեջանցիները 27 մետր առաջ են եկել, միանգամից բացեն հանրայինի կայքը։ Հեղինակությունները պետք է ստեղծել պայքարի ձևը մեծ։ Հեղինակությունները պետք է վերականգնել ինստիտուտները, ուժեղացնել որակյալ լրատվությունը, մարդկանց օգնել, որպեսզի նրանք այդ պիսի դեպքերում ունենան աղբյուրներ, որոնց որ վստահում են, ունենալ այդ վստահելի աղբյուրները եւ այդպես առաջ գնալ, որովհետեւ այդ խնդիրը մենք չենք կարող միանգամից գցել համայնքի վրա մեր լրագրողական եւ ասել, այ համայնքը ոչ մի բան չի անում, այս մի լրատվամիջոցը սուտ է, հա համայնքը ինչ որ բան անում է եւ խոսում է եւ քննարկում է, բայց մի քիչ ավելի խորքային է խնդիրը եւ հանրային հաղորդակցության, ես կասեի տկար հաղորդակցության արդյունք է դա։ Պետական պաշտոնական հանրային վատ հաղորդման ժամանակ, անցած թողարկման ժամանակ այդ միտքը ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնեմ, ես այնպես չի, որ հիմա վերցել եմ թիրախավորել եմ ամբողջ լրատվական դաշտը, չէ, ես ուզում եմ, որ մենք թիրախում չլինենք, ինչի համար, ու ինչպես, չէ, ու ինչպես, այն իմաստով որ գոնչ ասեն, մեր գործն է այդպես, չէ, բացայից սուտ եք ասում անընդհատ,
որտեղ կան լրատվամիջոցներ, որոնք բացատրել սուտ են ասում անընդհատ։ Սամվել Մարտիրոսյանը անցած ոնց որ ասեցին որոշեցինք որ մի մասը լրատվամիջոցը խմբաբան չեն, մեդիա չեն, խոսացինք այդ մասին։ Եթե որոշել ենք։ Հա, եթե որոշել ենք որ մեդիա չենք, լավ։ Հա, ինչ որ դեպքերում ման պետք է հասկանանք լրատվամիջոցը որն է, քարոզչամիջոցը որն է, այդ պետք է հասկանանք։ Այստեղ էլ մենք մի բան պիտի նաև հասկանանք, այսինքն նաև հասարակությունը, հանրությունը, որի համար մենք ըստ էության աշխատում ենք, գոնե ամենայն դեպս այդպես ենք հանրահռչակում, որ մենք էլ լուսնից չենք իջել, մենք էլ ունենք թերություններ, որ մենք էլ ունենք սխալվել, լու տարբերակ եւ ունենք սխալելու նաև իրավունք։ Այստեղ նաև շատ կարևոր խնդիր է շարունակելով Գեղամի ասած թեզը հանրային հաղորդակցության վերաբերյալ, ընդհանրապես ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ տվյալ դեպքում պետական ինստիտուտների մասով, որը 2020 թվականից հետո շատ էական մեծ վնաս է կրել եւ դեռ չի կարողանում վերականգնել թե հեղինակությունը, թե կապերը ամբողջապես եւ թե արդյունավետ հաղորդակցության տարբեր տեսակները նույն մեդիայի հետ եւ այլն, այստեղ ես կհիշեցնեմ եւս մեկ լուր, հիշում եք Սյունիքում, եթե չեմ սխալվում, երկու տղաներ էին մոլորվել սահմանին եւ տեղեկատվական դաշտում ձերի հետևից գնացել։ Եվ տեղեկատվական դաշտում ինչ էր տեղի ունենում, անցել են Ադրբեջանի կողմ, բան, այս իշխանությունները այսպիսին են, չգիտեմ, նրանք նոր գերիներ են մատակարարում Ադրբեջանին եւ այլ եւ այլ։ Ու այդ ընթացքում, երբ որ տեղեկատվական դաշտը պայթում էր, պետության կողմից կոմունիկացիան ձգտում էր 0-ի։ Այդ մի 1-2 ժամվա ընթացքում։ Մի կողմից ես հասկանում եմ, պետական կառույցները ցանկանում են ճշտել ամեն ինչ, հետո նոր տալ որևէ տեղեկատվություն, որովհետև չեն կարող կիսատ պռատ բան ասել եւ դրա արդյունքում էլ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվել կամ շատ ավելի մեծ վնաս տալ գործին։ Բայց մյուս կողմից քանի որ կան այդ լրատվամիջոցները, քանի որ կան այդ մեդիաները, չգիտեմ, չմեդիաները նաև եւ այլն, բայց նրանց հետ կա շփվելու հնարավորություն։ Տարբեր, այս երևի չգիտեմ, վերջին 30 տարվա ընթացքում 3000 սեմինար անցկացված կլինեն, չէ՞, այդ լրատվամիջոցների հետ։ Հնարավորություն կա այդ մարդկանց հետ ազգային անվտանգության գոնե շատ կարևոր եւ սենսիտիվ եւ չգիտեմ զգայուն խնդիրների վերաբերյալ այդ կապը պահել, որ մշտապես, եթե ինչ-որ մի բան է, շատ օպերատիվ կապ է հաստատվում լրատվամիջոցի հետ կամ լրագրողի հետ, ասում են, որ գիտես, դեռ ուսումնասիրում ենք, չենք կարող որևէ բան հայտնել, կամ որևէ կերպ ասել, որ այդ խնդիրը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, շուտով կտանք պարզաբանումներ։ Սենց հիմա պետական գաղտնիք ասած չեմ լինի, նույն պատերազմի ժամանակ, քանի որ այսօր շատ խոսեցինք պատերազմից, պատերազմի ժամանակ նման փորձ արվեց։ Տապալվեց անասելի ձև։ Ում կողմից։ Տապալվեց։ Ձեր ասած պետական մարմիններից մեկի։ Տապալվեց։ Պատերազմի ժամանակ ինչ փորձ արվեց։ Այդ կոմունիկացիան ապահովել բոլոր լրատվամիջոցների հետ միանգամից միաժամանակ։ Պատերազմի ժամանակ ես մի անգամ հաշվեցի, մոտավորապես 12-13 տեղեկատվական աղբյուր կար, որ պաշտոնական տեղեկատվություն էր հայտնում։ Դա անթույլատրելի է պատերազմի ժամանակ։ 1-2 աղբյուր պետք է լինի, որ պաշտոնական տեղեկատվություն է հայտնում։ Ի վերջո պատերազմի ժամանակ պաշտոնական գրաքննություն կար։ Հա։ Դրանով հանդերձ, բայց կար 13-14 աղբյուր։ Չկար, պետք է լիներ։ Ռազմական թղթի վրա ամեն ինչ կանոններով էին աշխատում։ Գոնե մենք այդպես ենք աշխատում։ Դե հա, դե այստեղ արդեն գալիս ենք որն է մեդիա, որը մեդիա չի։ Եվ ասենք մի հատ ուրիշ դեպք հիշ է, որ դեպքերից ենք խոսում, Արագածավանի դեպքը չգիտեմ կհիշեք թե չէ։ Արագածավանը գյուղա Արագածոտում, որը սահմանը, որը Թուրքիայի հետ սահմանում է։ Եվ այնտեղ լուրեր էր տարածում, որ ասենց վերնագրերն եմ ասում կամ բանա, որ թուրքերը, ընդ որում որ ասում են թուրք պարտադրիչը վա թուրք լինի, կարող մարդկանց շատերի ենթագիտակցության մեջ դա ադրբեջանցին է։ Իսկ եւ նաեւ շատերի մոտ այդ հաջորդ քայլը չկա, որ այնտեղ ռուսական զորքերն են, էլի սահմանի վրա։ Թուրքերը մտել են գյուղ, պատանդ են վերցրել գնացել են։ Այո։ Թուրքերը մտել են գյուղ, անասուններին գողացել են, մարդիկ տների մեն վախեցած են դուրս չեն գալիս։ Եվ այդպես շարունակ։ Եվ աղբյուրները որ խոսում էին, քանի որ էլի արձագանքը այնպես էր, որ չէր բավարարում մարդկանց համոզվելու համար, որ այնտեղ առանձնապես վտանգավոր բաներ չեն կատարվում, գյուղացիներն էին, ինչ որ դեպքերում գյուղապետը կամ մարզպետը, բայց նորից հեղինակության խնդիրներ։ Գյուղապետի ասածը պաշտոնական լուրը կամ պաշտոնական հերքումը գյուղապետի մարզպետի մակարդակով մարդկանց չէր բավարարում եւ իրանց անընդհատ թվում էր, որ իրանցից ինչ-որ բան թաքցնում են։ Եվ այդ խնդիրը, որը որ
պետք է արձագանքվի երևի շատ տարբեր կողմերից, որպեսզի ոնց որ մարդկանց օգնենք, որ ստրեսի մեջ չլինեն անընդհատ էլի այդ լրատվության պատճառով։ Հա, բայց այնպես է ստացվել, որ մենք դա չենք անում, մենք 20 տարի խոսում ենք, որ այդ պիտի անենք, առնվազն 20 տարի, այս էս մենք 3-ով պայմանական եմ ասում, մենք այ պետք է ստեղծվի հեղինակավոր լրատվամիջոց, որ հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալ իրական լուրերի հետ, հա, որոնք կեղծված չեն, որոնք արագության հաշվին չեն պատրաստվում եւ այլն, ոչինչ չեն անում ըստեյության, ամեն մեկս մեր գործին, մեր դարտին, հա, ու ասենք հետո հավաքվում ենք այստեղ ու ասում ենք Լևոն դու շատ կտրուկ ես։ Չէ, այդպես չի, անում ենք։ Չէ, ամեն մեկս մեր գործի մեջ հա։ Civilnet անում է հրաշալի գործ, որովհետեւ լինել վստահել լրատվամիջոց, աշխատել նոր տալ լուրերը, լինել որակյալ լրատվամիջոց եւ անկախ այնքան ուշ որ դա հնարավոր է, դա շատ կարևոր քայլ է մարդկանց օգնելու ստանալու ստուգված կարևոր ճիշտ տեղեկատվություն։ Մենք մեր սպეციფიკան մի քիչ ուրիշ է, բայց մենք ունենք փաստերի ստուգման բաժին, մենք աշխատում ենք ընդհանրապես փաստերի ստուգման համայնք, որի մասն Civilnet-ն է, առաջատարներից մեկը, որոնք որ փորձում են մարդկանց օգնել այդ հարցերում եւ այստեղ իհարկե պետք է գամ քո ասացին, որ իհարկե սուտ լուր ավելի շատ է տարածում եւ ավելի ծավալով, քան այդ սուտ լուրի հետ կապված իրականության պարզաբանումը, բայց դե այդպես է, մենք մեր գործը մեր չափով անում ենք, մեր չափով չէ, մեր չափովից շատ։ Լրատվամիջոցը, որը որ պետք է օգնի մարդկանց լինի հեղինակություն, ոնց որ պետությունը ահագին գումար է տալի, եւ լրատվամիջոցը կա հանրային հեռարձակողը եւ պետք է գերեւի ավելի բավարար ջանք գործադիր, որպեսզի մարդիկ բոլոր հնարավոր իրավիճակներում մարդիկ որ ասում նրանք ովքեր որ փուչիկների մեջ չեն ովքեր որ փուչիկի մեջ ես ասենք եթե դու չես սիրում ես ինչ քաղաքական գործին անդադ փնտրում ես լուրեր որոնք որ քեզ համոզում են որ ինքը վատն է եթե համակրում ես երկրորդին անդադ եւ այդ լուրերը անդադ տարածում ես այդ փուչիկից դուրս մարդիկ կարողանան հենվելու տեղ ունենան որից որ ինֆորմացիա կտան եւ իհարկե այդ Civilnet-ն մեր մյուս գործընկերներն են այդ լրատվամիջոցները, չգիտեմ, հետքը, ազատությունը, ֆակտորը, մյուս ում որ ես կարող եմ ասել որակյալ ու անկախ, բայց մեր լսարանը եւ միջոցները, որոնք որ մենք ունենք, ուղղակի անհամեմատելի է հանրային հեռարձակող միջոցների հետ։ Մի քիչ ավելի շատ պետք է աշխատի օգնության հանրային հեռարձակողը։ Միջոցների մասին լուրերը խիստ չափազանցված են։ Հիմա տեսեք, այսպես փորձելով ամփոփել, տեսեք, մենք ըստեյության ունենք դիտորդ մարմին, կա նման ձևավորված, որը սահմանել է էթիկայի նորմեր, մի շարք լրատվամիջոցներ ստորագրել են այդ խարտիային, ահագին շատ։ Հա, կարծեմ 90-ի կարգ։ Բայց ասենք ես վերջերս էլի դեպք եղավ, երբ արդեն Աշոտ Մելիքյան հարգարժան, այսպես հանրային արձագանք տվեց մեր լրագրող գործընկերներից մեկի գործողությունների հետ կապված, որը որ միացած է նախաձեռնությանը։ Հա, որը որ միացած է նախաձեռնությանը, այդ թղթի վրա գրածների համար էի ասում, թղթի վրա ամեն ինչ կա, բայց որը նոր մտել էր նոր մահացածի տուն, հա, այնտեղ հոր հետ էր հարցազրույց վերցել չեմ հիշում ելում հետ, ես անկեղծ ասած չեմ նայել, ես չեմ սիրում նման բաների հետևել, բայց խնդիրը կա։ Կա։ Այո, բայց 90 լրատվամիջոցներից 90, եթե չեմ սխալվում։ 90-ից ավել։ Հա, գուցե ավել, որոնք ստորագրել են այդ փաստաթղթի տակ եւ ընդունել են դա որպես էթիկայի կանոնագիր, այսպես ասած, մեկն է, որ շեղվել է դրանից, կամ գուցե չգիտեմ, բարբերաբար շեղվում է դրանից, կամ այդ մեկն էր, որ այդ կրիզիսային իրավիճակում, այդ իրավիճակում շեղվեց դրանից։ Սա բացառություն է գուցե որ ինչ որ առումով խոսում են նրա մասին որ այդ կանոնը քիչ թե շատ աշխատում է մյուս կողմից ես շատ ուրախ եմ որ այդ էթիկայի կանոնագիրը եւ ընդհանրապես դիտորդ մարմինը իսկապես աշխատում է եւ պարբերաբար այս վերջերս կարծեմ ավելի քիչ բայց սրանից ամիսներ առաջ պարբերաբար դիմում էին դիտորդ մարմինին եւ դիտորդ մարմինը հանդես էր գալիս տարբեր ուրեմն եզրակացություններով իր կարծիքներով դա շատ կարեւոր է խնդրի լինելը դեռ չի նշանակում որ ինքը շատ տոտալ է բոլորին է վերաբերում նույն այդ դեպքը 90-ից որ մեկն էր շեղվել կոնկրետ այդ դեպքով ինձ օրինակ հուշում է նրա մասին որ քիչ թե շատ դա աշխատում է
այդ մեկին էին թողել այդ կարճ կոմենտ անեմ էլի հիմա Արշելյանը որ ասում է շեղվել այդ Արշելյանի գնահատականն է մինչև այդ հարցը չգնա դիտորդ մարմինի քննեմ որովհետև կարող է այդ մարդը ցույց տալի որ հանրայինային օգուտ էր շատ էլ պետք է հանրայինայի համար դա նաև Աշոտ Մելիքյանի անձնական կարծիքն եւ էցկայի process-ը ինքնակարգավորման կան լրատվամիջոցներ Հայաստանում որ ունեն իրենց սեփական էցկայի կոդեքսները process-ը էցկայի դիտորդ մարմնի շուրջ իրականում շատ կարևոր է եւ ինքը շատ բնականաբար դանդաղ է եւ քայլ է բայց այդ լավագույն փորձ է եւ ուղեցույց է բոլոր խմբագրությունների լրագրողների համար ովքեր որ էթիկան կարևորում են եւ այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում եւ այդ մարդկանց դաշնակիցների շարքը մեծացնելու մասին է խոսքը շնորհակալություն զրույցի համար շնորհակալություն Արշալույս Մոհտեսյանին Civilnet-ից շնորհակալություն Գեղամ Վարդանյանին Մեդիակետեի կայքի խմբագրին եւ ես արդեն Լևոն Սարդարյանն եմ ներկայացել էի հանրային ռադիոյի եթերում հիշեցնեմ հանրամեդիա հաղորդաշարներ որը իդեպ պատրաստվել է BBC Media Action-ի եւ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության եւ միջազգային զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ մնացեք խաղաղությամբ կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ օրը նույն ժամին նույն տեղում հաջողություն